Սեպտեմբերի 13-ի երեկոյան ազգային ժողովում խորհրդարանական 5 ուժեր Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը, Օրինաց երկիրն ու Հանրապետականը ստորագրեցին փաստաթուղթ, որով իշարս այլ կետերի ընտրողների ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն։ Այս փաստաթղթի շուրջ ընդդիմության եւ իշխանության միջև բանակցությունները վերսկսվել էին օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի 10-ին ավարտվել դրա նախաստորագրմամբ։ Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը պահանջ էր, որ ընդդիմությունը երկար տարիներ առաջ էր քաշում, բայց մերժվում։ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սա համարում է առաջընթաց։ Հիմա փաստորեն այս խնդրի լուծումը իրականացվում է եւ իշխանությունները ի վերջո զիջեցին մեր պահանջներին եւ հասարակական կազմակերպությունների պահանջներին։ Նոր համաձայնությամբ նախատեսվում է ընտրատեղամասերը հագեցնել տեսախցիկներով եւ ապահովել ուղիղ հեռարձակում։ Մի խնդիր կար կապված ֆինանսավորման հետ, որովհետեւ հաշվարկը ցույց է տալիս, որ բոլոր այդ սարքավորումները գնելու համար, տեսախցիկների հետ կապված խնդիրները լուծելու համար պետք է մոտ 9 միլիոն եվրո գումար։ Դրա համար շատ կարևոր էր հասկանալ մենք այդ գումարը կարողանում ենք հայտարարել թե ոչ եւ մեր հանդիպումները դոնորների հետ, դոնորների հավաքները ի վերջո եկել ենք այն եզրակացության, որ գումարը հայտարարված է։ Այդ ամբողջ գումարը հայտարարված է, դրան մասնակցելու են Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Բրիտանիան։ Նախաստորագրմանը չէին մասնակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք միջ այդ մասնակցել էին բանակցություններին։ Նրանք այսօր հաղորդագրություն են տարածել, որով առաջընթաց էին որակել ստորագրված ցուցակների հրապարակման եւ տեխնիկական վերազինման շուրջ համաձայնությունը։ Զուրաբյանն ասում է, որ ընտրական օրենսգրքում փոփոխությունների հիմքը սահմանադրական հանրակրվեն է, որից հետո իրենք փորձել են համախմբել ներքին ու միջազգային ուժերին։ Ստորագրված ցուցակների հրապարակմանը դեմ էր նաև Վենետիկի հանձնաժողովը, խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ, Պետայրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որն ընդդիմության հետ բանակցողներից էր, բացատրում է, թե ինչու ի վերջո համաձայնեցին ցուցակների հրապարակմանը։ Ընդհանուրի շահը ենթադրում է որոշակի նաև զիջումներ մեր առումով, իսկ թե հետագայում ինչ խնդիրներ կլինեն այդ միջազգային կառույցների մոտ, կարծում եմ պատասխանատվությունը պետք է կրեն բոլորը, սկսած ընդդիմությունից վերջացրած մեզնից, որովհետև իր հետ բերելով այն խնդիրները, որոնք կարող են առաջացնել, կարծում եմ դա բոլորիս պետք է մտահոգի։ Մենք հասանք նպատակին։ Ես կարծում եմ, որ նաև ապրիլյան պատերազմը ինչ որ դեր է խաղացել, որովհետև հասկանալի է, որ մեր դիմադրության ռեսուրսները շատ չեն, եւ եթե այս պրակտիկան շարունակվի եւ Հայաստանում միայն ձևավորվի ատելության, թշնամության մթնոլորտ, բաների հետ, ընտրությունների գործընթացի նկատմամբ անվստահության մթնոլորտ, դա միայն ավելի էր կործանելու մեր պետությունը։ Նոր համաձայնությամբ քրեական օրենսգրքում եւս փոփոխություններ են նախապատրաստում, ընտրակեղծարարների քրեական պատիժը կխստացվի։ Պետք է ասեմ հետեւյալը, որ այն գործընթացը, որը մենք սկսեցինք, նաև քրեական օրենսգրքում այդ պատժի խստացումը եւ որոշակի քայլերի բացառելը թույլ կտա այս խախտումներից զերծ մնալ։ Դաշնակցությունը փաստաթուղթը ստորագրող ուժերից մեկն է։ ՀԵԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, փաստաթուղթը լավագույն ելքն էր քննարկումներից։ Ներ պայքարի արդյունքում է, եթե դուք հիշեք, թե երբ վանից ենք մենք առաջարկում հրապարակել, իհարկե Դաշնակցությունը վաղուց է դա առաջարկել։ Դեռ հələ Հայ ազգային կոնգրեսն ազգային ժողովում էլ չէր։